Հավի ջուտիկը մինչև ձվից դուրս գալը լսում է մոր ձայնը եւ պատասխանում նրան։ Փաստորեն մինչև ջուտիկի ծնվելը նրանք արդեն ծանոթ են։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք հավի կրծքամիս թայլանդական ձևով։ Կերակրի մեջ բացի հավի կրծքամիսից կլինի նաև բանջարեղեն եւ խավարդ կպատրաստենք բրնձով։ Սկսենք բանջարեղենից, ավելի կոնկրետ սմբուկից։ Կվերցնեմ 1 սմբուկ։ Կտրում ենք սմբուկի ծայրերը։ Մեկու մեջ կլպում ենք այն։ Եվ կտրատում ենք մոտավորապես 2-ը 2-ի վրա, 2-ը 2 սանտիմետրի վրա չափերի։ Տեղափոխում ենք սա հարմար ամանի մեջ։ Այս մշակման ձևը մենք բազմից ենք օգտագործել։ Համեմում ենք մառանիկ ընկերության աղով, տակնու վրա ենք անում, թեթևակի մատներով սեղմելով, որպեսզի սմբուկը հյութը դուրս գցի։ Այս կերպ երբ մշակում ենք սմբուկը, այն ավելի քիչ յուղ է պահանջում տապակելիս եւ ավելի համեղ է ստացվում։ Որոշակի ժամանակով թողնում ենք նրան հանգիստ։ Հավի կրծքամիսը նույնպես հարկավոր է նախապես մշակել, մինչև ջերմային մշակումը։ Մարինացնելու ենք։ Նախ պատրաստենք մարինադը, որովհետև տախտակը կեղտոտելու եմ, որից հետո կփոխենք։ Վերցնում ենք 1 փոքր գլուխ սող, գցում ենք սա հարիչի ամանի մեջ, մանր կտրատելուց հետո։ Կվերցնեմ 3 պճեղ սխտոր, 1 կծու պղպեղ, մեկ ճաշի գթալ ձիթայուղ, կես լայմի հյութ, կես թեյի գթալ մառանիկ ընկերության աղ, աղացած սև պղպեղ, 2 ճաշի գթալ սոյա սոուս, 2 ճաշի գթալ կոկոսի հյութ,
Եվ հարում ենք։ Վերջ, մարինադը պատրաստ է։ Այժմ մշակենք հավի կրծքամիսը։ Հավի կրծքամիսը վերցրել եմ ոսկորով։ Ոսկորից էլ կպատրաստենք արգանակ խավարտի համար, փլավ ենք պատրաստելու, ասել եմ։ Առանձնացնում ենք ոսկորը մսից, սա արգանակի համար, իսկ կրծքամիսը կտրում ենք այսպիսի ձողիկների։ Լցնում ենք հարմար ամանի մեջ։ Ոսկորները դնենք կրակին, վրան լցնենք եռացրած ջուր, շատ չէ, այնքան որ մսակտորները ծածկվան և թող եփվի։ Քափը հավաքելուց հետո կհամեմենք աղով։ Լցնում ենք մարինադը և լավ տրորում։ Թող մնա և մարինացվի։ Տապակը դնում ենք կրակին։ Առատ բուսայուղ ենք տաքացնում։ Քամում ենք սմբուկի կտորները և լցնում ենք տապակի մեջ։ Ոչ թե քամում ենք, այլ մզում ենք, շատ գեղեցիկ և իրեն համապատասխան բառ է։ Քափը արդեն հավաքվել է, բարձրացել է, հավաքենք, արի այստեղ, Համեմում ենք Մարանիկ ընկերության աղով մեկ ճաշի գթալ։ Մինչ սմբուկը տապակվում է, հարկավոր է կարմրացնել, նախապատրաստենք մյուս բաղադրիչը, դա կանաչ թթվաշ խնձորն է։ Նախ կլպում ենք,
հեռացնում ենք սերնատուփը։ Եվ կտրատում խորանավթիկների։ Խնձորը ավելի ուշ է պետք գալու, ունենք ժամանակ և այդ ժամանակը ճիշտ ծախսեցինք։ Գրեթե կարմրել է, մի փոքր էլ թող տապակվի։ Այժմ կմշակենք սմբուկին հաջորդող բաղադրիչը։ Դա կարմիր գլուխ սոխն է։ Կհանենք սմբուկը և նույն տապակի մեջ տապակենք կարմիր սոխը։ Կտրատում ենք փետրաձև։ Բավականաչափ կարմրեց սմբուկը։ Հանում ենք։ Մի պտղունց մառանիկ ընկերության շաքարավազան կանու վրա և մեկ պտղունց աղ։ Սոխը թող կարամելացվի, կարմրի, իսկ մենք քամենք հավի կրծքամիսը մարինադից։ Դու մնա։ Նախապես կտրատած խնձորը լցնում ենք սոխի վրա։ Ավելացնում ենք փոքր կտոր կարագ։ Քամում ենք նաև արգանակը։ Եվ սկսում ենք պատրաստել խավարտը, փլավը։ Մեկ ճաշի գթալ ձիթայուղ ենք լցնում, մոտ 30 գրամ կարագ, թող հալվի, որից հետո կավելացնենք մեկ փոքր գլուխ
սող մանր կտրատած։ Անմիջապես համեմում ենք մառանիկ ընկերության աղով, շաքարավազով և սոդայով։ Խավարտի մեջ ինձ հարկավոր է, որ սոխը հալվի։ Եվ չզգացվի։ Անմիջապես լցնում ենք նուշ 50 գրամ։ Ավելացնում ենք արմավ 2, 4, 6 հատիկ արմավ, հեռացնում ենք կորիզը և ամեն արմավը կտրում ենք 6 մասի։ Փլավի համար կառաջարկեմ նաև դդմիկ, 1 դդմիկ, մանր կտրատում և տապակում ենք։ Լցնում ենք մսակտորները։ Այսպես զուգահեռ պատրաստում ենք խավարտը և հավի կրծքամիսը։ Խավարտին ավելացնում ենք մառանիկ ընկերության ժասմին տեսակի բրինձ, 1 բաժակ, հենց բրինձը իր մեջ առավ առաջացած սոուսը, ավելացնում ենք 1 բաժակ արգանակ, և 1 բաժակ կոկոսի կաթ։ Ծածկում ենք ափարիչով, մարմանդ կրակի վրա, եփում ենք այնքան, մինչև հեղուկը քաշվի։ Այսինքն փլավը պատրաստ լինի։ Հենց մսակտորները մի փոքր կարմրեցին, վերադարձնում ենք ետ սմբուկը։ Ավելացնում ենք թարմ կանաչիներ։ Տեսնենք ինչ ունենք։ Կանաչ սոխ, առատ կանաչ սոխ։
Եվս մեկ անգամ տակնու վրա ենք անում, կրակը անջատում ենք, ծածկում ենք կափարիչով, թող համերը խառնվեն, հենց փլավը պատրաստ եղավ, կմատուցենք, մատուցելիս վրան շաղ կտանք սև քունջուտ։ Հավի կրծքամիս թայլանդական ձևով։ Սմբուկի ծայրերը կտրել, մեկու մեջ կլպել, կտրել 2 սանտիմետր երկարությամբ կողմերի, լցնել թասի մեջ, համեմել աղով, տակնու վրա անել, մի կողմ դնել, քիչ անց մզել, բուսայղով կարմրացնել։ Մարինադի համար հարիչի մեջ լցնել մանր կտրատած գլուխ սոխ, սխտոր, կծու պղպեղ, ձիթայուղ, լայմի հյութ, աղ, սև պղպեղ, սոյայի սոուս, կոկոսի հյութ, հարել։ Հավի ոսկորն առանձնացնել մսից, կաթսայում եփել։ Քափը հավաքել, համեմել աղով։ Եփելուց հետո արգանակը քամել։ Կրծքամիսը ձողիկաձև կտրատել, տեղավորել ամանի մեջ։ Վրան լցնել մարինադը, լավ տրորել, մարինացնել։ Մարինացնելուց հետո քամել։ Կանաչ թթվաշ խնձորը կտրատել խորանարդիկների, մի կողմ դնել։ Սմբուկը տեղափոխել ափսեի մեջ, նույն յուղով փետրաձև կտրատած կարմիր գլուխ սոխ տապակել։ Համեմել շաքարավազով, աղով։ Ավելացնել խնձորը, կարագ, հավի կտորները։ Հենց մսակտորները կարմրեն, սմբուկը վերադարձնել տապակ, ավելացնել կտրատած կանաչ սոխ, կրակն անջատել։ Խավարտի համար ձիթայուղ եւ կարագ տաքացնել։ Մանր կտրատած գլուխ սոխ տապակել, համեմել աղով, շաքարավազով, սոդայով։ Ավելացնել նուշ, 6 մասի կտրած կորիզազուրկ արմավ, մանր կտրատած դդմիկ, ժասմին տեսակի բրինձ, հավի արգանակից, կոկոսի կաթ, եփել։ Հավի կրծքամիսը մատուցել խավարտի հետ, զարդարել սև քունջութով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, կարտոֆիլ, կարմիր սոխ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկը։ Այսօր էլ այսքանում։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։